Յուրաքանչյուր ուրբաթ հետևեք դիտարժանին, բաց չթողնելու Հայաստանում կատարվող կարևորագույն իրադարձությունների կարճ ամփոփումը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դեպքը շարունակում է իր դիտարժանը նոր ձևաչափով շաբաթվա կարճ ամփոփումը, ներկայացնելով Հայաստանի եւ ներհայաստանյան շուրջ կատարվող իրադարձությունները։ Բաժանորդագրվեք դեպքի YouTube-յան ալիքին, բաց չթողնելու այս եւ այլ կարևոր հաղորդումները։ Հավանեք մեր տեսանյութերը եւ մեկնաբանեք դրանք։ Դա մեզ կօգնի ավելի արդյունավետ դարձնել մեր աշխատանքը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այն ամենն, ինչ կատարվեց այս շաբաթ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Աշխարհահռչակ Նասիմ Թալեբը մերժել է Ադրբեջանում դասախոսության հրավերը մինչև Ռուբեն Վարդանյանի ազատ արձակումը։ Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցու վրա հարձակում է գործել։ Բողոքի ալիքից հետո Մարիոթը չեղարկել է տուրերը դեպի օկուպացված Շուշի եւ Ստեփանակերտ, Լեմկին ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը։ Թուրք լրագրողները մեկնել են օկուպացված Աքնա։ Բաքվի վերաքննիչ դատարանն ամփոփող է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների դատավճիռը։ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Աշխարհահռչակ տնտեսագետ եւ հրապարակախոս Սև կարապ գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ։ Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան դասախոսության, ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը, չհասկանալով իմ էթիկան, կարծելով, թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է, գրել է նա։ Նասիմ Թալեբը լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող եւ ռիսկերի վերլուծաբան է։ Նա հայտնի է անորոշության, հավանականության եւ Սև կարապ գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով։ Կիրակի 6 հրեա դեռահաս հարձակվել է Երուսաղեմի 5 քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու գլխավոր մուտքի վրա։ Ականատեսների վկայությամբ խումբը հերթով թքել է վանքի փակ դարպասի վրա։ Երբ նրանք նկատել են միջադեպը, նկարահանող հայ կնոջը քարեր են նետել նրա պատուհանի ուղղությամբ եւ հայհոյել։ Իսրայելի ոստիկանությունը արձագանքել է հարձակմանն ու ձերբակալել 6 կասկածյալի, որոնցից միայն մեկն է չափահաս։ Նրանցից 3-ին դատարանը կալանավորել է, 3-ին ազատ արձակել։ Վերջիններից 15 օրով արգելել են մուտք գործել Երուսաղեմի 5 քաղաք։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել իշխանություններին։ Պատրիարքարանը նաև հրապարակային դիմել էր Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, կոչ անելով դատապարտել Երուսաղեմում քրիստոնյաների դեմ ուղղված ատելության գործողությունները եւ քրեականացնել նման դեպքերը։ Բողոքի ալիքից հետո Մարիոթը չեղարկել է տուրերը դեպի Շուշի եւ Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը։ Հայդատի հանձնախմբերի եւ հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում ընկերությունը չեղարկեց առաջարկը, գովազդը հեռացնելով նաեւ պաշտոնական կայքից։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը, զբոսաշրջային փաթեթի նկարագրության մեջ ոչ մի խոսք չկար Արցախի հայկական պատմության, բռնազավթման, իրականացված էթնիկ զտման եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Բաժանորդագրվեք դեպքի YouTube-յան ալիքին այս եւ այլ կարևոր իրադարձությունները բաց չթողնելու համար։ Միացյալ Նահանգներում գործող ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։ Լեմկին ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, Եվրամիության եւ այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել Տիկին Զոնաբենդի եւ Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը, նշված է հայտարարության մեջ։ Իրավապաշտպաններին, ազդեցիկ անհատներին, քաղաքական գործիչներին եւ միջազգային կազմակերպություններին, մասնավորաբար այն կառույցներին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ ցեղասպանությունների կանխարգելմամբ, կոչ են կանում միանալ մեզ բանտարկված հայերի կանանց եւ ընտանիքի անդամների աջակցությանն ուղղված մեր ջանքերում, հնարավորություն ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան այցելել Բաքվում գտնվող իրենց հարազատներին, նշված է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։
Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության եւ համերաշխության հիմնադրամի եւ միջմշակութային ցամաքային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է Ղարաբաղ խաղաղության աշխարհագրություն, վերակառուցում, կայունություն եւ տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Թուրքիայից օկուպացված Արցախ է մեկնել 20 հոգուց բաղկացած լրագրողների պատվիրակություն։ Նրանք այցելել են ակնա ու ծանոթացել ականազերծման աշխատանքներին։ Ականազերծման փորձագետ Հալիկ Ջուլֆուկարովը նրանց տեղեկատվություն է տրամադրել ընթացող աշխատանքների մասին եւ նշել, որ ակնայի ավելի քան 20 տարածքում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Ըստ նրա, ականազերծման աշխատանքներին մասնակցում է 350 ականազերծող։ Վնասազերծվել է 42,664 մարտականական ու ականազերծվել 291 ու 684 հեկտար տարածք։ Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների դատավճիռը, որոնք դատապարտվել էին ցմահ կամ 20 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բանակի փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել էին 20 տարվա ազատազրկման։ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել էր 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը 18, Դավիթ Ալավերդյանը 16, Լևոն Բալայանը 16, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի ուղերձում։ Նա մասնավորապես նշել է. Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է։ Դատավարական կոլեգիան միայն կհրապարակի այն, ինչը վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ յուրահատուկ էին, բավականին արժանի ելույթներ էին։ Թե դատախազության ներկայացուցիչները, թե դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում նաև ինձ։ Այդպես էլ չթողեցին իմ ամբողջ խոսքը ներկայացնել, բայց մենք խնդիր չէ, բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է։ Ամենամեծ գնահատականն այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանում հայտարարել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց սերունդների առջև։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավարական կոլեգային, կոչ անելով չպղծել դատարանը։ Նա ասաց, որ այս դատավարությամբ պղծել ենք մեր հաղթանակները։ Ես առաջին ատյանի դատարանում իմ ելույթում նշեցի, որ քաղաքականապես եւ բարոյապես մեղադրող կողմը եւ դատավարական կոլեգիան, որ նույն թիմն են, փաստորեն չեն շահել։ Շահողը եղել ենք մենք։ Մենք արժանի հակահարվածներ էինք տալիս այն փաստարկներին եւ կեղծ պնդումներին, որոնք վերաբերում էին մեր ժողովրդի անցյալին, ներկային պատվի խնդիրներին։ Այստեղ էլ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը։ Դատավորներն առաջնորդվում են, մենք ենք որոշողը սկզբունքով եւ անում են այն, ինչ ուզում են, բայց սա մեզ համար երկրորդական է։ Մենք ֆորմալ կողմ ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան, այնպես որ այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված։ Այսօրվա համար առանձնացրել ենք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ այս եւ այլ կարևոր իրադարձություններն ամփոփելու նպատակով։